Էմմա Մկրտչյանն իր վառ ու արտահայտիչ ներկայությամբ այսօր հանդիսանում է հեռուստաեթերում ամենաքննարկվող դերասանուհիներից մեկը։ Նա ներկայումս նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում մարմնավորելով բացասական կերպար, որը հակասական զգացողություններ է առաջացնում հեռուստադիտողների շրջանում։ Նրա կերպարը բարդ է, ներսից խեղդվող, երբեմն հաշվարկող, երբեմն մոլորված ու շատ դեպքերում շրջապատի վրա ազդող։ Այս ամենը Էմմա Մկրտչյանը կարողանում է խաղալ այնպիսի հավաստիությամբ, որ հաճախ հանդիսատեսը սկսում է կերպարը շփոթել իր հետ, մոռանալով, որ դա պարզապես դեր է։ Դերասանուհին չի խուսափում այդ թեմայից, նա հաճախ խոստովանում է բացասական մեկնաբանությունները, որոնք ուղղվում են իրեն ոչ թե որպես դերասանուհու, այլ որպես իր մարմնավորած կերպարի հասցեին, կարող են հուզել, սակայն նա ընդունում է դա որպես մասնագիտության բաղադրիչ։ Երբ մարդիկ հավատում են կերպարիդ ու այն վերագրում քեզ անձամբ, դա նշան է, որ դու կարողացել ես փոխանցել էմոցիաներդ, կերպարի ցավն ու վախերը, նրա ուժը կամ թուլությունը, բայց միևնույն ժամանակ կարևոր է հասարակությունը կարողանա տարբերակել դերասանին ու կերպարը։ Բացի սերիալում նկարահանվելուց, Էմմա Մկրտչյանն ակտիվ ներգրավվածություն ունի նաև թատերական աշխարհում։ Այս շրջանում նա խաղում է մի շարք ներկայացումներում, որոնք հաջողությամբ ներկայացվում են Երևանի տարբեր թատրոնների բեմերում։ Դրանցից ամենանշանակալիներից մեկը «I Cares» հարսանիք ներկայացումն է, որտեղ դերասանուհին մարմնավորում է հարսնացուի կերպար հարսանեկան զգեստով։ Այս ներկայացման ընթացքում նա հանդիսատեսի առաջ կանգնում է հարսի զգեստով, խորհրդանշելով նոր սկիզբ։ Էմմա Մկրտչյանի տարբեր բեմերում ներկայանալը փաստում է նրա բազմակողմանիությունն ու արտիստիզմը, նա վստահորեն ընթանում է իր ճանապարհով, մնալով հավատարիմ արվեստին և իր ընտրած մասնագիտությանը։ Նրա խաղը թե սերիալում, թե թատրոնում աչքի է ընկնում խորությամբ ու կենսական հյուսվածքով։ Նրա մոտ ամեն ժեստ, ամեն հայացք խոսում է, ազդում, պատմում։ Անկախ նրանից հանդիսատեսն իրեն սիրում է թե քննադատում, Էմմա Մկրտչյանը շարունակում է ստեղծել կերպարներ, որոնք ապրում են էկրանին ու բեմում, իսկ նրա համար ամենակարևոր արձագանքը թերևս հանդիսատեսի լուռ լարումն ու խաղին հավատալն է։ Առաջ աշխատել։ Անց փիս եմ անում։ Ինչ։ Շոկ է։ Շոկ է։ Բայց որտեղ եք զագարարը։ Լաթարում։ Սուտը։ Ասից վախտենք լաթարում զագար կանենք, որտեղ զագար ուրիշ տեղ որ անում ես կիսատ է հելնում, չգիտեք բանան լաթարում։ Բաբոր ասում։ Շուկով։ Կսեմ նշանվիլը սեգո, ոսի շլով բան է ջերմակ շորով այստեղ հարսնիկիները, չէ։ Շատ, շատ։ Արելի է։ Հարսը գա մնաց պեսան։ Ամբես լավ կզգում։ Օֆ։ Վերջապես ես տանն եմ, բայց դուստել եմ, որովհետև ասոր էլի խաղում եմ ներկայացում I Cares հարսնիք ներկայացումն է լաթարում, ասոր ու էկվան խաղամ գը,
բոլոր տոմսերն արդեն սպառված են։ Ինչի կզրծիմ էլի ախրկելագու լիզվով, որովհետև սա զապրոցներ, սա նորմասիներ, թե գյումերվա բարբարա, թե ախրկելագի, ես կսեմ ուրատոնք շատ նման բարբարներ են, բայց չէ, ես ախրկելագցի եմ, զրծիմ գմեր գեղին լիզվով, մերենեցի եմ ավելի կոնկրետ, մեմա, սաղ իրենց հարգող ախրկելագցի գրել էին որ կոճղեզ էր, ոչ թե քիլիլ, կարևորն անիգեր, որ անունը չի դեի լավ, բայց գիտեի, որ դիք ուտելու բան է, հա, ուտելու բան էր։ Քեսեն դուս եկա երթամ ինձ լավ ներկայացում վեվարոր քադի աշելու ձեզի լավ ժամանց կցանկանամ շնորհակալություն օր հետս եք Աբրիկ սիրեմ գսաղուտ Վախեցեք նկարահանում ասոտ Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանին շատերը հիշում են դեպետի գաղտնիքը 25 մասանոց սերիալում գլխավոր դերակատարմամբ, սակայն նրան առավել ճանաչեցին Instagram սիթքոմում Ալինայի կերպարով։ Թերթեյմ Լայֆը Էմմայի հետ զրուցել էր ինչպես հումորային նախագծում իր դերի, այնպես էլ թատրոնում խաղացած կերպարների հանուն դերի մերկապար և բալետ սովորելու մասին։ Սիթքոմն Էմմայի համար նոր ժանր էր, առաջին անգամ էի ներկայանում սիթքոմում։ Մինչև այս ներկայացրել էի դրամատիկ կերպարներով, հեռուստադիտողն ինձ ասոցացնում էր լացող աղջկա հետ, լավ էր, որ առիթ ունեցա ներկայանալու նաև այս ժանրում, ասում է նա ու հավելում, որ իր դեպքում փոփոխությունը հեշտ են ընդունել, սովորաբար կա նման խնդիր, որ փոփոխությունը դժվարությամբ են ընդունում, անուն չեմ նշիր, սակայն մեր սիթքոմում էլ կա մարդ, որին այլ նախագծում տեսել էին, հիմա չեն ընկալում, ասում են այնտեղ ավելի լավն էր, որովհետև իրեն չի սազում, ենթադրենք լուրջ դեր։ Կարծում եմ դերասանը հենց նրանով է հետաքրքիր, որ կարողանում է տարբեր բաներ խաղալ, որպեսզի հանդիսատեսի մոտ էլ ռեակցիա չլինի, թե մի ժանրում ես կարողանում ներկայանալ։ Հստակեցմանը դա կախված է դերասանից, թե հեռուստադիտողների ընկալումից նա պատասխանել է։ Առաջինը հեռուստադիտողի ընկալումն է, սակայն եթե կարողացար համոզել, որ այդ ժանրում էլ ես հետաքրքիր, սկսում են նաև այդ ժանրում պատկերացնել քեզ։ Թեև Էմման պրոֆեսիոնալ դերասանուհի է, խաղում է դրամատիկական թատրոնում, հեռուստադիտողները նրան շատ չէին ճանաչում։ Ըստ Էմմայի Instagram-ն իրեն հայտնիություն է բերել, թատրոնի հանդիսատեսը տարբերվում է և ցավոք քիչ է։ Նախագծի շնորհիվ ինստագրամյան մասշտաբի ճանաչումներ շատ, ինչի համար շնորհակալ եմ թիմին։ Սոցիալական հարթակներում նկատելի է, որ Էմման մտերմացել է Արուս Տիգրանյանի հետ։ Հայաստանում ապրելու համար ամենօրյա աշխատանք է պետք։ Էմման նշել է, որ շուտով կվերադառնա բնականոն ռիթմին, դերասանուհու համար բարդ է առանց թատրոնի, հատկապես, որ այն իրեն նաև ֆիզիկական մարզավիճակում էր պահում։ Դե ինչ, գրեք արդյոք հավանում եք Էմմա Մկրտչյանի խաղը Վերջին զանգը հեռուստասերիալում և ինչպես եք գնահատում նրա կերպարը, կարծում եք, որ նա հեռուստասերիալի ավարտին կփոխվի, թե նրա կերպարն այդպես էլ բացասական ավարտ կունենա։ Գրեք ձեր կարծիքները։